Բաքվում պայթել է գազատար, որի արդյունքում էվակուացվել է մի ամբողջ թաղամասի բնակչություն, կան վիրավորներ, զոհերի մասին այս պայծրությամբ տեղեկատվություններ չեն շրջանառվում։ Իհարկե այս ամեն ինչը գալիս է նրանից, որ ամբողջությամբ մաշված են գազատարները եւ նավթամուղերը, եւ Ալիևը այդ ամբողջ գումարները յուրացնում է, մի մասով զենք ա գնում եւ իր ժողովրդին խաբում ա, թե ադրբեջանական նավթից ստացված շահույթը իրենք ուղղում են պաշտպանությանը, զենք են գնում, որպեսզի հայերը մի օր չհարձակվեն իրանց վրա։ Բայց ստացվում է հետևյալը, որ յուրացնում են, Ալիևը բնակարաններ է գնում Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, աշխարհի զարգացող եւ զարգացած քաղաքներում եւ այդպիսով անխնամ թողնելով սեփական երկրում անվտանգությանը վերաբերող կարևոր դրույթները։ Հատուկ հետազոտությունները ցույց են տվել հետևյալը, որ աշխարհում ամենամաշված, ամենաչխնամված եւ անվտանգային բոլոր նորմերը խախտած երկիրը, որտեղով որ անցնում են խոշոր գազամուղեր եւ նավթամուղեր, դա Ադրբեջանն է։ Եվ հիմա էլ ինքը գազ է մատակարարում Լեռնային Ղարաբաղ, որպեսզի այնտեղի բնակիչները ունենան ապրելու կենսական պայմաններ, եւ ինչպես է դա կատարվում։ Դա կատարվում է 5 խողովակներով, եւ մի օր եթե Լեռնային Ղարաբաղը պայթի, թող չասեն, թե հայերը պայթեցրեցին, զենք գցեցին կամ ականից մարդ տուժեց, ինչպես իրենք տարածում են ամեն օր, ըստ իրանց ականների պայթյուններից մարդ է զոհվում Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս դեպքում Ադրբեջանի նախագահի ձեռքով պայթեցվելու է ամբողջ Լեռնային Ղարաբաղը իր ադրբեջանցի բնակիչներին կյանքի սպառնալիք հանդիսանալով։ Եվ մենք նաև ունենք այսպիսի մի տեղեկատվություն, որ Ադրբեջանում զոհեր են լինում, բանակում, օրինակ կռիվ ա լինում, զինվորներից մեկը մի զինվորին սպանում է, Լեռնային Ղարաբաղում, այսպես ասած, լուրեր են սկսում տարածել, որ այդ զինվորը պայթել է ականի վրա։ Սպանում են զինվորին, ասում են հայերն են մեղավոր, ականապատ տարածքների քարտեզները չեն տվել եւ Լեռնային Ղարաբաղում շարունակում են լինել տարածքներ, որտեղ որ դեռևս կան ականներ, որից մարդիկ պայթում են հիմնականում զինվորականներ։ Ադրբեջանական բանակում տեղի ունեցածը հաճախակի այո կապում են ականների հետ, բայց միջազգային հանրությունը տեսնում է, որ 5 տարի Լեռնային Ղարաբաղը համարյա գտնվում է իրանց ձեռքում, իրանք են իրանց գլխի տերը, կուզեն ականազերծեն, կուզեն չեն ականազերծի եւ կմնան ականների մեջ։ Եթե դու չես կարողացել 5 տարում այս նորագույն տեխնոլոգիաներով տարածքները ականազերծես, այն դեպքում, երբ որ Եվրոպան արդեն քեզ աջակցում էր, կան երկրներ, որոնք գնացել են եւ զբաղվում էին ականազերծման աշխատանքներով։ Այդ իրա ցանկությունն է, որ այնտեղ լինեն ականներ, որ մեղքը գցի հայերի վրա, բայց մարդիկ տեսնում են, որ հայերը 5 տարի այդտեղ չեն եւ 5 տարին շատ հիանալի ժամանակահատված էր, նույնիսկ շատ երկար ժամանակահատված էր այս նորագույն տեխնոլոգիաներով մի փոքրիկ Լեռնային Ղարաբաղի մի փոքրիկ տարածքներ ականազերծելու համար։ Թող իր բնակիչների անվտանգության մասին մտածեր եւ ականազերծեր այդ տարածքները։ Բայց քանի որ չի մտածել ու չի ականազերծել, այսպես ասած, Լեռնային Ղարաբաղում իրանք ամեն օր զոհեր են տալու։ Բացի դրանից ադրբեջանցիները վախենում են գնալ Լեռնային Ղարաբաղ ապրել, որովհետև իրանք մտահոգված են, որ հայերը մի օր վերադառնալու են եւ իրանց համար լավ չի լինելու, իրանք ստիպված են լինելու Լեռնային Ղարաբաղը լքեն եւ ինչի գնան ապրեն միտեղ, որտեղ որ չկա հարատև խաղաղություն եւ կա վտանգ, որ մի օր այնպես ինչպես որ հայերին դուրս արեցին, նույն ձևով դուրս են անելու ադրբեջանցիներին։ Այսօր ինչ Ալիևը անում է հայ ժողովրդի դեմ, դրա կրկնակի պատասխանը ստանալու է այն ժամանակ, երբ որ հայկական հնարավորությունները կլինեն շատ մեծ։ Դա չենք կարող ասել իհարկե ինչպես կլինի, դժվար թե մենք կրկին պատերազմով հետ վերցնենք տարածքներ, բայց մենք կարող ենք մշակել արտաքին հզոր քաղաքականություն։ Եվ այսպես ուշադրություն, մինչ Ալիևը գտնվում էր Պեկինում, ստորագրում էր Չինաստանի հետ ռազմավարական նշանակություն ունեցող պայմանագիր, չինացի գիտնականները եւ հետազոտական հատուկ խմբերը, որոնք զբաղվում են երկիր մոլորակի տարբեր ակտիվ սեյսմիկ գոտիների
ուսումնասիրություններով վերջին շրջանում Բաքվում շատ էր ցնցումներ տեղի ունենում եւ դա անհանգստացրել էր ադրբեջանական իշխանություններին, դիմել էին չինական մի ընկերության, որը պետքա այսպես ասած կանխատեսում տար հնարավոր ցնցումների մասին եւ ըստ տարբեր շրջանառվող տեղեկատվությունների նրանք մոտ ապագայում, այսինքն մի քանի ամսվա մեջ շատ ուժեղ ցնցումներ երկրաշարժեր են նկատում, որ հնարավոր է դրանք տեղի ունենան Բաքվում։ Խնդիրը հետեւյալն է, որ այնքան վատ է այսօր Ադրբեջանի, մանավանդ մայրաքաղաք Բաքվի բնապահպանական վիճակը, բոլոր նորմերը խախտված են։ Հիմնականում այդ ամեն ինչը գալիս է նավթի արդյունաբերությունից, այդքան նավթահորերը այդքան ծակում են ընդերքը եւ նավթ են հանում գետնի տակից եւ բնականաբար դա իր հետևանքները թողնելու է։ Մեծ ցնցումներ, երկրաշարժեր, չինացի գիտնականների եւ հատուկ հետազոտողների պատասխանը Ադրբեջանի ղեկավարությանը, որ գնացեք, ամեն ինչ արեք, պատրաստվեք, որ միգուցե նաեւ լինի ավերիչ երկրաշարժեր ձեր տարածքում։ Եվ բնականաբար երկրաշարժը դա բնական աղետ է, դա չես կարող կանխել, բայց կարող ես նախապատրաստվել, կարող ես որոշակի առումով հնարավոր մեծ երկրաշարժի, ուժեղ երկրաշարժի դեպքում զոհերի թիվը գոնե կրճատես, որոշ անվտանգային կանխարգելիչ գործողություններ իրականացնելով, այսինքն ժողովրդիդ պատրաստես երկրաշարժի, կարողանաս ճիշտ տարհանում կազմակերպել, դու որոշակի առումով ավելի քիչ զոհեր կտաս, բայց ոչ մեկ չի կարող ասի, թե դա երբ կլինի, որ օրը, որ ժամին, գիշերը կլինի, թե ցերեկը կլինի, եղավ։ Ադրբեջանցիները օրինակ երջանկանում էին, երբ որ տեղի է ունեցել հայկական Սպիտակ երկրաշարժը, իրենք ուրախ էին եւ դա համարում էին նաեւ հայերին պատիժ, որ հայերը ըստ իրանց կոտորվել են ադրբեջանցիները հայերի ձեռքով եւ դա էլ պատիժ էր հայերին իրենց ահլահի կողմից։ Եթե նման պատիժներ գոյություն ունենային, ապա Ադրբեջանի եւ Թուրքիայի համար վաղուց այս կյանքը ավարտված պետքա լիներ հայոց ցեղասպանությունը իրականացնելուց հետո, հայ ազգին ամբողջ աշխարհով մեկ ցրելուց հետո, ռուսների եւ թուրքերի գործն էր ցեղասպանությունը։ Ռուսները խլեցին հայոց պետականությունը, թուրքերն էլ տիրացան դրա կեսին։ Հայաստանը դարձավ սովետական միության մի մաս, Թուրքիան էլ տիրացավ Հայաստանի Հանրապետության տարածքներին Կարսին, Ադրբեջանն էլ Ղարաբաղին ու Նախիջևանին։ Եվ Լեննականի այսօրվա քաղաքապետը ասում է դուք պետքա ռուսներին շնորհակալ լինեք, որ այսքան հող ա մնացել գոնե, այսինքն Հայաստանում այս տարածքները դեռևս կան, մենք չենք բնաջնջվել եւ այլն, ու ասում է մտնենք միութենական պետություն։ Դա կոնկրետ Հայաստանի Հանրապետության անկախությանը դեմ ուղղված հայտարարություններ են,